ասում են ռեսիգական կատավարության ունեցգրքի երիկար 44 առաջին ասում նշված հարցերի քննարկմանը առաջինը արտարացած մի առելարի ռեաբիլիտացիայի հարցը Պատվաշան դատարան ինչպես գիտեք արտարացված նվաճարը ռեաբիլիտացիայի հարցը որի համաձայն կարող է գրանցվել մասների փոխհատուցում պահանջել, ինչպես նաև պահանջել, որպեսզի քրեական հետապնդում հարցած քրեական հետապնդում համարանը հրապարակային ներողություն խնդրի նրանից։ Այդ հարցը քննարկել ենք Պողոս Զարուհյանի հետ եւ բնականաբար հասկանալի է, որ նա նյութական որևէ պահանջ չունի մեկից այս առումով։ Միակ հարցը, որ կարող է լինել դա ներողության հարցն է, բայց այդ հարցն էլ քննարկեցինք եւ Պողոս Զարուհյանի դիրքորոշումը այն է, որ այս ամեն ինչի մեջ կարևորը արտադատական ակտի կայացումն է եւ իրանության հաստատումը, որը հրապարակային է ունեցել, եւ քանի որ սա հրապարակային տեղի ունեցել, նույնիսկ կարող չի դեպքում, որպեսզի որևէ բանի նաև հրապարակային ներողություն խնդրի, որտեղ հետևանքը ստեղծում է։ Այսինքն որևէ տեսակի պահանջ այս առումով կարծրական չունի։ Տարբերվող կարծիք չունի։ Հարգելի միացող, Պատասխան դարձավ կամարազանականից դարձավիկումից կազմած մեղազական դեպքու աշխարհավոր հաղորդման կապված ես բնականաբար դիրքորոշումս հետևյալն է, որ շահումը սահմանացել է եւ դատարանի միջնորդել է մեղադրական վերլուծություններ թե Գագիկ Զարուհյանի դիմորդայում, թե Սեթակ Արուսյանյանի։ Աշխարհավոր դատարանի կազմած վերլուծությունները դες կմնամանական արտադրական դեպքերի կապացուցին աշխարհելով որ դրանով կատարվի արդեն դստական դատարանից հետո իսկ ինչ որում է մեղադրական դեպքի մասով եթե դատարանը վերաբերում հենց հիմա կողմ արարարացի կապված արդեն Սեթակ Արուսյանյանի մենք երբեք անենք եթե հետո դեպքում այդ մասով արտադրական կապված նշան բաշխում է, հարգող համաձայն չեն, հարգող ճարումս հանդես եմ եկել, երկուսի բարական մեղադրական կազմելու նկատառումով և անադարձ կատարվի դեպքում են վերջնական դատականած կյանից հետո։ Անցնենք երկրորդ հարցին, երկրորդ կետին արտապարտված մեղադրի պատասխանատվությունը պատժել մեղմասկոտ զանազանների ինչպես նաև նրանց ուղղակի հանգամանքների վերաբերել հարցեր, բան է կարծել ես Հավանական ստացվում է հարցեր, որոնք գրավելի են մեղադրական դեպքի կայացնելու հետազոտող կարգավորում, բարոյության ժամկետը արտասուբների և բարոյության ժամկետը արտասկացված շրջանի պայմաններում և գույքային հայց ներկայացված շրջանի պայմաններում մասնավոր երկայք համարում որևէ հարցի վերաբերյալ դիտարկումներ։ Հավանական որևէ հարցի։ Բնականորոշի որոշմանը մեղադրական դեպքի հետ կապված, որը նշել որ մանկապայմանները կազմել են մեղադրական դեպքի, գտնում եմ որ մեղադրական դատողություն կայացնելիս դատարանը պետք է ազատի քրեական պատասխանատվություն ցույց հաշվառանով բարոյության ժամկետին անցկացնելու հիմքերի արտադրությունը, որոնք արդեն հատված լինելու կամ դրա չկիրառման որևէ համեմատ ինձ որ հայտնի չէ։ Հերթով անցնեմ երրորդ կետը պահանջի վերաբերյալ հարցը բնականաբար պահանջի վերաբերյալ հարցի քննարկում չկա, չորրորդ կետը գույքային հայցը գտելու հարցը, գույքային հայց չի հարուցվել, հինգերորդ կետը հանցագործության պատճառված վնասի հարուցման հարց, վնասի հարուցման հարց չկա, գույքի բռնագրավման հետ կապված հարցեր նույնպես չկան, գույքի արգելադրման հետ կապված հարցեր նույնպես չկան, ապացույցների պահպանման տնօրինման հարցերը խնդրեմ Պատասխան նշանակալից վերականգնող խաղաղ միջոցի կապացածին, որը դեպքում պետք է
ուժի մեջ մնա, չփոխվի մինչև դատականացի ուժի մեջ մտնի։ Այստեղ թողնել ավելի։ Ապամուտից է շապված չի։ Ապամուտից ասում ես տանին վերացնում պարապահորում են դատանը։ Որտեղ ասեմ ոչ ապուսնի իմ կարալնի ոչ լեզում որև իմ կարալնի։ Դա գավիտային ծասերը վերաբերյալ հարցեր չկան և այլ վերաբերյալ հարցեր կան արդյունքովները որոշવાનું չկա։ Լավ, դատանը լրացիչ դատալեսումներով նախատեսված որով հարցերը քննարկել է դատան լրացիչ դատալեսումները հայտնվում են ավարտված։ Դատան ռեկավերով հրակերական դատավարության դրքի դատական իստերտածը կնադատավճեր կայացնել համար հատիկ դատական իստերը նշանակում է երկալեքսանցիվարյան հայց 11-ի ժամը 17-ան ծրեսին դատական իստերտածան Ասում ժամը 10:30 Մայիսի 11 11 ժամը 10:30 11-ը 05, հա։ Այո։ Ահա